Պարոն Դադունց, կառավարությունը հայտարարում էր, որ թվայնացումը թիվ 1 առաջնահերթություններից է կառավարության։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, օրինակ, էլեկտրոնային սնանկության համակարգ ձևավորելու համար 2021 թվականին Հարմոնիա կազմակերպության հետ կնքվել է 173 միլիոն դրամի պայմանագիր։ Ես հասկանում եմ, որ դուք ասում եք թվայնացումը պարզ գործընթաց չէ, բարդ գործընթաց է, յուրաքանչյուր փուլում նոր խնդիրներ են ի հայտ գալիս։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, 21 թվականից պայմանագիրը կնքվում է եւ մեր հարկատուների գրպանից 173 միլիոն դրամ գնում է կոնկրետ կազմակերպության, բայց արդյունքը չկա։ 21 թվականին կնքվում է պայմանագիրը, որ ստեղծվի էլեկտրոնային սնանկացման համակարգ, հեսա 26 թիվն է։ Որևէ արդյունք չկա։ Լավ, որ ասում եք ժամանակ անհրաժեշտ, յուրաքանչյուր փուլում նոր խնդիրներ են առաջանում, պետք է լուծել։ Ինչքան ժամանակ է ձեզ պետք, որ այդ խնդիրները կարողանաք լուծել։ Եվ ի վերջո, ով է կրելու պատասխանատվություն այսքան տարիների ձախողման եւ գումարների վատման համար։ Շնորհակալություն, անդրադառնամ սնանկության էլեկտրոնային համակարգի վերաբերյալ ձեր հարցադրմանը, շատ կարևոր հարց է, որովհետև դրա շուրջ հանրային հետաքրքրություն է առաջացել եւ ուզում եմ ասել, որ հիմա նախարարությունում թիմը աշխատում է այդ համակարգը 2026 թվականի սկզբին շատ վաղ, մինչև գարուն գործարկելու ուղղությամբ։ Համակարգը այնպես չի, որ չկա, համակարգը որպես այդպեսին մշակվել է եւ հանձնվել է, բայց կրկին խնդիր է առաջացել դա գործող այլ համակարգերի հետ փոխկապակցելու առումով, որովհետեւ ինչպես նշեցի, դատական համակարգի այդ համակարգը, այսպես մայր համակարգը այնքան հին է, 2000-ականների սկզբին է մշակվել, որ նոր ստեղծված համակարգը դրան փոխգործակցելը գործնականում չի իրականացվում, որովհետև տեխնիկական առումով հնարավոր չի լինում։ Այդ իսկ պատճառով հիմա նախարարությունը աշխատում է, որ այդ լուծումները գտնվեն եւ հավաստիացնում ենք, որ 2026 թվականի սկզբում մեկնարկին մենք այդ համակարգը կարողանանք գործարկել, զուգահեռ նաեւ համակարգը հնարավոր չի եղել գործարկել, քանի որ օրենսդրական հիմքերը չեն եղել, այժմ արդեն ունենք։ Արձագանք։ Պարոն Դադունց, երբ ասում եք 26 թվականի սկզբին համակարգը կսկսի գործել, ես ձեզ վստահեցնում եմ, որ մի քանի տարի այդ նույն նախադասությունը հնչեցվում է պաշտոնյաների կողմից։ Այսինքն ամեն տարի ասում եք, այս տարի խնդիրը լուծվել է, ուտես տարիներն անցնում են։ Հիմա բարձ հարց է, չէ՞, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ով հռչակվել են հերոս հարկատուներ, գումարը վճարել են, դուք տարել եք 173 միլիոն դրամ, տվել եք մի կազմակերպության, որ կոնկրետ այս process-ը իրականացնի, սնանկության էլեկտրոնային համակարգ։ Հիմա ամեն տարի ասում եք, չի գործում, բայց հետո կգործի, հիմա էլ պարզվում է 26 թվականից պետք է գործի, բայց էլի թույլ տվեք վստահություն հայտնել, որ 26 թիվը կգա ու էլի չի գործվի։ Լավ, պատասխանատվություն ով պետք է կրի։ Հասկացանք ձախողել եք։ Մի մարդ կա, որ պետք է պատասխանատվություն կրի այս համակարգի ձախողման եւ նաեւ մեր հարկատուների գումարը վատնելու համար։ Ընդ որում, սա միակ համակարգ չի էլեկտրոնային։ Ես հիմա կարող եմ մի շարք համակարգեր թվել, որոնք սկսել են թվայնացման այսպես կոչված գործընթացը, բայց այդպես էլ ավարտին չի հասել։ Լավ, խնդիրն ի՞նչն է, որ ոչ մի ձև չեք կարողանում, ինչպես դուք եք հայտարարել, ձեր այդ առաջնահերթությունը իրականություն դարձնել։ Շնորհակալություն։ Ես առաջարկում եմ ավելի լավատես լինել եւ վստահ եմ, որ 2026 թվականին մեր խոստումը որ տվել ենք, այսինքն ես այս ամբողջից հայտարարեցի, որ պետք է գործարկվի, դա իրականացնելու ենք եւ մեր քաղաքացիներին էլ ուզում եմ հայտնել, որ բոլոր ջանքերը այդ առումով մենք գործադրում ենք, այսինքն որևէ գումար քաղաքացիների կողմից վճարված, հարկատուների կողմից վճարված հենց այնպես չի վատնվել եւ մենք հայտարարում ենք, որ այդ համակարգը առկա է, միայն խնդիր է առաջացել այդ համակարգը այլ համակարգերի հետ փոխգործակցելը, որպեսզի այն ճիշտ աշխատի։ Հակառակ դեպքում մենք կարող ենք դա գործարկել եւ այն չաշխատել այնպես, ինչպես մենք ենք ուզում եւ դրա արդյունքում ավելի վատ հետևանքներ եւ ավելի վատ ներողություն արդյունք ունենային։ Ինչ վերաբերում է այլ համակարգերին, իմ տեղեկություններով արդարադատության նախարարության համակարգման ներքո գտնվող էլեկտրոնային համակարգերի առումով նմանատիպ այլ խնդիրներ չկան, եթե կլինեն եւ կմատնանշեք, պատրաստ ենք ուսումնասիրել։ Շնորհակալ եմ։ Հարցերն ավարտվեցին, շնորհակալություն։ Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյան, պետ